բոլոր որոշումները, որոնք ծանր են եղել, որոնք վիճահարույց են եղել, որոնք միանշանակ չեն եղել, այդ բոլոր որոշումները մենք կայացրել ենք հայ ժողովրդի պատմությունը ընթերցելով եւ վերընթերցելով։ Ես իմիջիալոց նաեւ սոցիալական ցանցերում անդադ գրել եմ, հա, թմբուկից առաջ ես ավելի շատ առավոտյա ժամը 5-ից 6-ը, 5-ից 6:30 ուրիշ բանով էի զբաղված։ Ես կարդում էի հայ ժողովրդի պատմությունը, գտնելու համար մի պարզ հարցի պատասխան, ինչն է պատճառը, որ մեր պատմությունը ամեն անգամ կրկնվում է։ Ինչն է պատճառը, որ մենք անդադ կորցնում ենք մեր պետությունը, ինչն է պատճառը, որ մենք անդադ ենթարկվում ենք ցեղասպանության, կոտորածների եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ իմ հետևությունը մեկն է, որովհետեւ առաջինը մենք բավարար չափով չենք գնահատում մեր պետության արժեքը մեզ համար եւ երկրորդը մենք թույլ ենք տալիս անընդհատ որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ հասկանում եք սա այնպիսի ակնհայտ փաստ է մեր ուրիշները մեզ երբ որ մենք թույլ ենք տալիս ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ դա ավարտվում է ողբերգությամբ մենք թույլ տվեք ասել որ սա մի հազարամյա նշանակության պատմություն է այսօր Հայաստանում տեղի ունենում, որովհետև մենք հրաժարվել ենք ուրիշների կողմից, ուրիշների դեմ օգտագործողի դերից եւ մենք առերեսվել ենք այն փաստին, որ մենք մեր երջանկությունն ու հաջողությունը չպետք է փնտրենք ոչ հյուսիսում, ոչ հարավում, ոչ արևելքում, ոչ արևմուտքում մենք մեր հաջողությունը պետք է փնտրենք մենք ինքներս մեզ հետ առերեսվելով մենք պետք է հասկանանք որ ոչ մեկը չի կարող ավելի հետաքրքրված լինել մեր հաջողությամբ քան ինքներս հետեւաբար մենք գեր կենտրոնացած պետք է լինենք մեր հաջողության վրա եւ նախկինում շատ կարեւոր բան է փոխվել Հայաստանում իմ Facebook-յան էջով բացի այնտեղ կտեսնի Արագած Սարի նկարը հետևյալ կարգախոսով այստեղ հայրենիք, այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ կաց։ Մենք Հայաստանի անկախությունից ի վեր, մենք անդադ Հայաստանից արտագաղթողներին բան ենք արել, տենց ինչ-որ ձևով քննադատել ենք նաև, մեղադրել ենք մարդկանց այս նախադասությամբ, որտեղ հաց, այնտեղ կաց։ Որովհետև իրոք մարդիկ շատ հաճախ գնացել են, արտագաղթել են Հայաստանից հացի հետևից, բայց ուրիշ հարց չենք տվել։ Բա հաց ինչի չկա ժողովուրդ, բա պետություն ինչի համար ենք ստեղծել, ինչի Հայաստանի Հանրապետությունում չկա հաց, էդ է պրոբլեմը եւ էսա պատճառը Հայաստանում հաց չի եղել, մարդիկ հացի հետևից արծիված են եղել արտագաղթել, մենք փոխել ենք փիլիսոփայությունը, մենք ասում ենք այստեղ հայրենիք, այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ կաց, պետությունն է այն մեխանիզմը Պետությունը նրա համար չի, որ մարդկանց տանի տառապանքների, պետությունը նրա հաց ստեղծելու գործիք է, հաց ստեղծելու եւ մենք 2018 թվականից այս ճանապարհով ենք գնում եւ մենք տեղ ենք հասել ենք մի գիտակցության, որ պետությունը ոչ թե ինչ որ պատմական ճշմարտություններ ապացուցելու մասին է պետությունը այսօր ապրող մարդու կարիքները հոգալու, նրա անվտանգությունը, բարեկեցությունը ապահովելու համար է։ Եվ էսա տեղի ունեցել էս փոփոխությունը։ Եվ ելի եմ ասում, մենք պետք է ինչի՞ց է ծագում այդ խոսակցությունը 1990 թվականի անկախության հռչակագրի հետ կապված։ Որտեղ անկախության հռչակագրի ամբողջ հայեցակարգը հետևյալն է որ Հայաստանի Հանրապետությունը մենք ստեղծում ենք որպես կանգառ ուրիշ ինչ-որ տեղ գնալու, ուրիշ հանգրվանի հասնելու համար։ Մենք փոխում ենք այդ փիլիսոփայությունը, ասելով, որ Հայաստանի Հանրապետությունը կանգառ չէ, այլ վերջնական հանգրվան։ Հայաստանի Հանրապետությունը միջանկյալ կետ չի, այլ այն նպատակակետն է, որին մենք արդեն հասել ենք։ Որովհետև ես ուզում եմ մենք լավ պատկերացնենք կանգառի եւ վերջնական հանգրվանի հոգեբանության տարբերությունը։ Կանգառը
մի տեղա, որը դու գիտես դու տեղ դա չի քո նպատակը։ Դու ընդամենը դա քո շարժման ինչ որ ուրիշ տեղ գնալու հերթական հանգրվանն է։ Եվ այդ կանգառում ոչ նստածը տա նստած, ոչ քնածը տա քնած, ոչ կերածը տա կերած։ Որտեվ գիտես, որ դու ժամանակի մեջ ես, դու խնդիր ունես։ Եվ երբեք ոչ մեկը կանգառը չի բարեկարգի։ Ով է որ մենք Ալավերդուց գնում ենք ենթադրենք Մեղրի եւ ճանապարհին երկու տեղ կանգնելու ենք։ Այնտեղը որ կանգնելու ենք, մենք կսկսենք բարեկարգել այդ տեղը։ Կսկսենք հարմարավետ դարձնել։ Կսկսենք ավելի բարեկարգել։ Ինչի համար։ Ինչի համար փող ծախսենք, ժամանակ, էներգիա ծախսենք, որ նստենք կանգառը ռեմոնտ անենք, ասենք օրինակ։ Կամ չգիտեմ այնտեղ բան մեզ կարիք չկա, որտեղ մենք գնալու ենք։ Ուրիշ տեղ ենք շարժվում։ Մենք պատմականորեն Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել ենք որպես կանգառի։ Իբր մենք ծովից ծով Հայաստան ենք ստեղծում, իբր մենք ավելի մեծ Հայաստան ենք ստեղծում, բայց մենք հաշվի չենք առել մի բան։ Եթե մենք դեպի արևելք եւ արևմուտք ուզում ենք ստեղծել ավելի մեծ Հայաստան, արևելքից ու արևմուտքից էլ արևմուտքի եւ արևելքի առաջ լեգիտիմություն ենք ճակերտավոր բացում, որ իրանք էլ դեպի արևելք եւ արևմուտք ավելի մեծ իրանց երկրները ստեղծեն։ Մենք պետք է հաշվի առնենք, որ 1045 թվից էսկոմ մեր տարածքում հայկական, մաքուր հայկական պետականություն մենք չենք ունեցել 1000 տարի եւ մենք հիմա մեր մեծագույն պարտավորությունը եւ պատմական առաքելությունը արմատավորել Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքում հայկական պետականությունը այնքան խորը արմատներ մենք պետքա դնենք մեր պետականության, մեր միջազգայինորեն ճանաչված այս տարածքի վրա, որ Հայաստան պետությունը երկիր մոլորակի վրա գոյություն ունենա 100-ամյակներով, 1000-ամյակներով եւ մենք փոխանցենք այս պետությունը հաջորդ սերնդին, ինձ սերնդին եւ այսպես 100 տարի, 500 տարի, 1000 տարի, 2000 տարի։ Եվ ես ուզում եմ, որ մենք այս process-ը գնահատենք այս տրամաբանությամբ, բայց նաեւ Էտել են ուրիշ փիլիսոփայությունն էլ ընդունելի չի, որ այ հիմա մենք պետքա տառապենք, որ 1000 տարի հետո լավը լինի։ Այդ ինձ ընդհանրապես ես սիրում եմ բառերի նախադասությունների մեջ խորանամ։ Մեր այդ ձևակերպումը, որ լավը ալնելու, չէ, լավը ալնելու, անընդհատ ոչ ժողովուրդ ջան, մենք մի կողմ ենք դնել լավա լինելու արտահայտությունը, մենք հենվում ենք լավա, հիմա է լավ, այսօր պետք է լավ լինի տրամաբանության եւ փիլիսոփայության վրա։ Ինչով է լավ այսօր ժողովուրդ, հարց կարա անչի, ինչով է այսօր լավ։ Այսօր լավա հետեւյալով, արդեն 2 տարի Հայաստանը զոհ ու վիրավոր չունի կոնֆլիկտի հետևանքով, լավա դրանով։ Այսօր Հայաստանում կառուցվում է 500 մանկապարտեզ, 300 դպրոց, այսօր լավա դրանով։ Ընդ որում, ես ուզում եմ ձեզ ասել, միշտ մեր ժողովուրդը նոստալգիա է ունեցել Խորհրդային Միության ժամանակների նկատմամբ, բայց Խորհրդային Միության երբեք այնպիսի մակարդակի դպրոցներ, շենքեր չեն եղել, ինչպիսին մենք այսօր 0-ից կառուցում ենք։ Գնացեք եւ ինքներդ համոզվեք, Խորհրդային Միությունում երբեք այս մակարդակի մանկապարտեզներ չեն եղել եւ ահա սրանով է լավ։ Հայաստանի Հանրապետությունում այսօր մենք 50,000 ընտանիք, մենք միայն $1 միլիարդ աջակցություն ենք ցույց տվել բնակարան ձեռք բերող ընտանիքներին։ 50,000 ընտանիք Հայաստանում պետության աջակցությամբ բնակարանա ձեռք բերում, սրանով է լավ։ Այսօր առաջին անգամ մեր պատմության մեջ միջին կենսաթոշակը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից առաջին անգամ, սրանով է լավ։ Այսօր 65+ տարիքի թոշակառուները եւ մինչեւ 18 տարեկան երեխաները պետական բյուջեի հաշվին առողջության ապահովագրությունից են օգտվում, սրանով է լավ։ Այսօրվա դրությամբ մենք գիտության ոլորտում
գիտնականների աշխատավարձը 2017 թվականի համեմատությամբ մինչև 300%-ով բարձրացրել ենք, սրանով լավ։ Մենք գիտացան ֆինանսավորումը 17 թվի համեմատությամբ շուրջ 3 անգամ ավելացրել ենք, սրանով լավ։ Ալավերդիում երբ այս մասշտաբի շինարարություն եղել, ժողովուրդ,